էիր սպասում։ Ինձ ոչինչ չունես ասել։ Այսքան ժամանակ ինձ միայն մի հարց ա տանջել։ Ոնց ես կարողացել հանգիստ քնել։ Ոնց ես կարողացել գլուխը դնել բարձին ու քնել։ Իմանալով հանդերձ, որ երեխաներիս անմայր ես թողել։ Իմանալով, որ մայրը ողջ է, նրանք որբ են մնացել։ Դա իմ որոշումը չի եղել։ Դու էլ գիտես։ Քո անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ ա դա եղել։ Ես հետո չեմ էլ զարմանա, որ իմանամ, որ կազմակերպիչը դու ես եղել։ Բայց ինչի համար։ Ես քեզ միշտ լավ եմ վերաբերվել։ Միշտ լավ եմ ընդունել, գրկաբաց իմ տանը, իսկ դու այդպես վարվեցիր ինձ հետ։ Ինչի համար։ Այդ ինչ գազանություն էր մտել քո մեջ։ Պատճառը ինչ էր։ Չէ։ Դա միայն ինձ լռեցնելու փորձ չէր։ Եթե միայն լռեցնելու համար անեիք, ինձ թվում է մի անգամից ուղղակի կսպանեիք ու հանգիստ կապրեիք։ Դուք ուզում էիք ինձ տանջել, կենթանի թաղել այդ դժոխքում։ Դա Ֆելիքսի միտքն էր։ Դու չէիր ուզում, Ֆելիքսը քեզ ստիպեց, հա։ Ես ինչ-որ չեմ նկատել, որ դու ստիպված քայլեր անողի դեմք ունենայիր։ Ինձ չխղճացիր, գոնե երեխաներիս մասին մտածեիր։ Հիմա ինչ անեմ քեզ հետ։ Այսքան տարվա վրեժը ոնց լուծեմ ես քեզնից, հա։ Ինչ անեմ, որ արածներիդ համարժեք լինի։ Ոնց ես։ Դու գիտես ուր է հիմա իմ մաման Արփի։ Քո հետ եմ Արփի, դու գիտես ուր է իմ մաման հիմա։ Չէ, ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Ինչ եղել է 20 տարի առաջ ա եղել Արփի։ 20 տարի առաջ։ Գիտես ով ա օգնել հորս, որ մամայիս փակեն այդ գժանոցում։ Գիտես Արփի։ Ով անենց արել, որ մենք որբ մեծանանք։ Չգիտեմ, ինչ ես խոսում։ Չգիտես։ Ասեմ իմանաս, մամատ, Անիտան Արփի։ Ու ոչ միայն օգնել է, հենց արել, որ մենք մենակ մեծանանք, մտածենք, որ մեր մաման մեզ ատել է, չի սիրել, որ մեզ լքել է ու գնացել է։ Քո մամայի պատճառով ես ու Արնուն օրերով լացել ենք մեր մամային սպասելով։ Որբի պես մեծացել ենք, իմացել ենք, որ մեր մաման չկա, թողել է մեզ։ Դու գոնե գիտես ես ինչքան դաժան օրեր եմ ունեցել։ Քո մամայի պատճառով Արփի, իրա թեթև ձեռքով։ Իմ մաման իր կյանքի լավագույն տարիները անցկացրել այդ գժանոցում։ Ու ինչի համար։ Ինչի համար կարաս ինձ բացատրես, ինչի համար։ Եվ խնդրում եմ։ Ինչ ես խնդրում։ Ինչ ես խնդրում Արփի։ Հիմա որ քեզ նայում եմ ու տեսնում եմ, որ դու այդ մարդու աղջիկն ես, նույնիսկ չեմ ուզում քեզ մի վայրկյան անգամ տեսնել ստեղ։ Արփի,
Ինձ թվում է, որ հենց դու ես իմ մանկությունը գողացել, որ քո պատճառով եմ ես որբ մեծացել։ Թող ես գնում եմ, ես ես տանել ոչ մի վարկյան չեմ մնա Առնո։ Ինչ ա եղել։ Հիմա էլ որոշել ես մորդ վրեժելիզնից լուծես։ Ես այս տանը չեմ մնա։ Ինձ էլ ոչ ուժով, ոչ սպառնալիքով այստեղ չես պահի Առնո։ Ես քո համար ոչ խամաճիկ եմ, ոչ էլ ստրուկ։ Ուզում ես ինձնից վրեժ լուծես։ Ուրեմն ավելի լավ է ինձ սպանի, բայց ասում եմ, Առնո, ես այստեղ չեմ մնալու։ Ինչ ա եղել քեզ։ Ես քեզ դավաճանել եմ։ Հա, դավաճանել եմ։ Ուրեմն ավելի լավ է ինձ գտի ու սպանի։ Բայց իմ ոտքը այստեղ էլ չի լինելու։ Ես գնում եմ Առնո։ Ու ինձ էլ հետ չբերես։ Դու գոնե զգացել ես, որ քո սերը խելագարություն է դառել Առնո։ Զգացել ես, որ էլ ոչինչ չես տեսնում, կուրացել ես։ Որ իմ ախպեր Առնոյից էլ ոչ ման չի մնացել։ Առնո, ինչ է հետդ կատարվում։ Ախր դու չես սիրում Արփին, դու ուղղակի հիվանդացել ես իրանով։ Ուղղակի հիվանդ ես Առնո։ Դուք երկուսով պիտի զգաք այն ամենը, ինչ որ ես եմ զգացել այսքան ժամանակ։ Նա հիմա դժոխքում է պատասխան տալու, իսկ դու էստեղ։ Ես էլ արցունք չունեմ թափելու։ Չորացան ես 20 տարվա ընթացքում։ Այսօրվա համար արցունք չի մնացել։ Հիմա ինձ միայն վրեժի զգացումն առաջնորդում, ստիպել քեզ գալ այն ամենը, ինչ որ ես եմ այսքան տարիների ընթացքում զգացել։ Ինչ ես ուզում ասել։ Ուզում եմ զգաս, ինչ է նշանակում առանց երեխաների ապրել։ Ճակատագիրը հիմա աղջկատ մեր տուն է բերել։ Ինչ անեմ։ Ոնց վարվեմ աղջկատ հետ։ Տանջեմ, ոնց որ դու ես իմ երեխաներին թողել բախտի քմաճույքին։ Արփի կյանքն էլ ես փչացնեմ։ Ոնց ես նայել 7 տարեկան Եվայիս աչքերին, երբ նա լացելով ինձ է ուզել։ Ոնց ես ապրել այդ ամեն ինչից հետո։ Դու էլ ես որդի կորցրել Անիտա։ Ու հնարավոր է, որ անմարդկային է ասածս, բայց դա գուցե Աստծո կողմից քո պատիժն էր, Աստված տարավ քո տղային, որ դու հասկանաս ինչ է նշանակում գոռալ ու քեզ ոչ ոք չի լսում, տանջվել ու ոչ ոք քեզ չի օգնում, վազել ու չես հասնում։ Տարիներով սպասել եմ ես այսօրվան, թե ինչ պիտի ասեմ ձեզ երկուսիդ, բայց հիմա խոսքեր չեմ գտնում, ոչ մի բան չեմ կարողանում ասել, չկա համապատասխան բառ նկարագրելու ձեր գազանությունները, իմ տանջանքները այսքան տարվա ընթացքում, իսկ հիմա գնա ու մտածիր,
թե ինչերի միջով ես անցնելու քո արածների դիմաց։ Կար մի պահ, որ ես համակերպվել էին մտքին, որ հոգեբուժարանում ինձ կթաղեն անհայտ մեռելների հետ, որ երեխաներս տեղն էլ չեն իմանա, որ ծաղիկ բերեն կամ գան այցելության, հիշեն ինձ թվում էր, թե դա էր վերջը լինելու, բայց արի ու տես, որ ճակատագիրը ուրիշ վերջաբանա նախատեսել ինձ համար, ես ստիպելու եմ, որ զգաս այն, ինչ որ ես եմ զգացել այսքան ժամանակ, ստիպելու եմ, չնայած ինձնից առաջ, կյանքը արդեն պատժում է քեզ։ Մարկին չխառնես ես ամեն ինչին։ Դաժան եմ, չէ, անսիրտ։ Այսքան տարիների ընթացքում ես չկորցրեցի երեխեքիս, գտա իրենց։ Ես մենակ մի բան կորցրեցի, խիղճս։ Արամ ինչի սենց վարվեցիր իմ հետ, ես ինչ արեցիր դու, ես ինչ արեցինք մենք, ում այլ պետք իմ կյանքը Արամ, ես հիմա ինչ անեմ, ես ինչ անդունդ ինձ գլորեցիր, ես տեղից դուրս չեմ գա, ես հիմա ոնց ապրեմ, իմ արածների ծանրությունն ինձ քիչ էին, հիմա մամայի արարքների համար պետքա պատասխան տամ, ես ինչ դժբախտություն է, ես ինչ հա կատարվում, Mom? Bob? Mom? Mom? Солнечко. Մամ, թող, մամ, հա, մամ ջան, թող, լավ,
թող։ Մամ ինչ ա եղել, մամ թող։ Մամ թող, լավ։ Մամ ինչ ես անում։ Մամ ջան, դες բանել չանես, լավ։ Մամ լսում ես, ես քո հետ եմ, մամ։ Մամ, ես քեզ մենակ չեմ թողնի, լավ։ Մամ, խնդրում եմ, դες բանել չանես։ Մամ, մամ, լիչ լավ կլի, մամ, ես քո կողքին եմ։ Մամ, լավ լինել, մամ, ինչ չեմ տատես, մամ ջան։ Լավ լինել, մենակ դες բանել չանես։ Չանես, լսում ես, ես մամա չանես։ Ես հիվանդ եմ քեզնով, դու խփում ես ինձ մեջքից, ես էլի քեզ մեջքով եմ պտտվում, ամեն անգամ նույն սխալն եմ անում, ես անընդհատ ուզում եմ ինքս ինձ համոզել, որ էլ չես խփի, բայց դու էլի խփում ես, բայց ես չեմ կարողանում կտրել քո այն ձեռքը, որով անընդհատ խփում ես ինձ, ես հիվանդ եմ քեզնով։ Չմնաց, մի շաբաթից դատն է, ինչ-որ նորություն կա, հա? Մի քանի կարևոր հանգամանքներ։ Արթուրը մի բան է հիշել, որի մասին դու դեռ չես հիշել։ Ինքը զանգել է քեզ այդ օրը առավոտյան, որ տեսնի ինչ արեցիր։ Դու վերցրել ես հեռախոսն ու ասել ես, որ շատ խառն ես ու չես կարող խոսել։ Հետո հավանաբար չես անջատել հեռախոսը։ Դրել ես գրպանդ ու Արթուրը լսել է, որ դու ինչ-որ սուր գործիք ես ուզում, հետո ինչ-որ աղջկա ձայն ասել է, որ այդ դուրը պրոբլեմներ ունի։ Ամեն ինչ այնքան արագ է եղել, որ չեմ էլ հիշում, բայց այդ ցուցմունքը կանցնի դատարանում։ Կարող է չանցներ, եթե միայն դա լիներ։ Մենք էլի փաստեր ունենք, որ գործը ավելի է հեշտացնում։ Ինչ փաստեր։ Արթուրը հանդիպել է Սոնայի հետ, որ պարզի ինչի է քո դեմ դուրս եկել։ Գժվել է այդ տղան։ Ումեն ուզում ասեմ, որ շանտաժ ենք անում, որ ցուցմունք փոխի։ Անենց է ստացվել, որ Սոնան է տեսել Արթուրին, կորցրել է իրան, զայրացել ու ասել, որ Արամը պատասխան է տալու ինձ օգտագործելու համար։ Միգուցե ճիշտ եք, բայց Սոնան այն մարդն է, ով կարա հանգիստ ժխտի այդ ամեն ինչը, ոնց որ կողպեքի պատմությունը ժխտեց։ Ինձ որ այդ ոչ մի բան է։ Դժվար թե այդ մեզ ինչ-որ կերպ օգնի։ Ճիշտ ես արում, մանկապարտեզ չի, որ Արթուրի լսածը հեռախոսով կամ Սոնայի ասածը դատարանում մեզ օգնի։ Ստեղ ուրիշ փաստ կա Արամ, որ Արթուրի ու Սոնայի հանդիպման ժամանակ այդ ամեն ինչը պարզվել։ Հասկանում ես, ես ուզում եմ այնպիսի մի փաստ գտնել, որ զենք դառնա մեր ձեռքում։ Էդգար, կարաս ավելի բարձ ասես այդ ամեն ինչը։
Արտուրը այդ օրը տեսել է, որ մեքենայով են Սոնային իջեցրել շենքի մոտ։ Արտուրին կասկածի տեղիք է տվել, որ Սոնան այդպես թանկարժեք մեքենայով է։ Ու համարները գրանցել է։ Ես պարզել եմ, որ այդ համարները Առնոյի տղերքի համարներն են։ Չհասկացա, ինչ կապ ունի Սոնան Առնոյի տղերքի հետ։ Հաշվի առնելով քո Առնոյի թշնամությունը ու Սոնայի վիրավորվածությունը քո հանդեպ, մենք ունենք հնարավոր համագործակցության տարբերակ։ Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքով։ Թե ինչի եմ բարեկամացել, ինչն է միավորել։ Ու այդ ամեն ինչը կարող է Սոնայի ցուցմունքները կասկածի տակ դնել։ Այսինքն հույս կա, որ ես մի օր ստեղից դուրս եմ գալու, հա։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց այս սեղածը բավարար չի։ Նոր փաստեր են պետք, ու նոր կխոսենք հաղթանակի մասին, բայց առայժմ վատ չի արում։ Ուղղակի ես քեզ խնդրում եմ, մի շաբաթ բան մնաց, աշխատի առանց ՉՊ-ների, լավ։ Ինչ կա։ Ոնց որ թե մի թեթև հույս կա։ Դե լավ։ Չգիտեմ, լավ, չգիտեմ։ Բայց առաջին անգամ է, որ գոնե մի քիչ հույս կա։ Լավ կլինի։ Արփի։ Արփի, այսպես արդեն հնարավոր չի։ Ես ամբողջ օրը տանջում եմ քեզ։ Անդադ կողքիս ես։ Մամ, ես լավ եմ։ Ախր տեսնում եմ, որ լավ չես։ Ու ես եմ մեղավոր։ Ինչու ես մեղավոր։ Իմ մասին մի մտածի, մամ, ես լավ եմ։ Չէ, Արփի։ Մեղավոր եմ, որ մենակի մասին եմ մտածում։ 2 ամիս է պառկած եմ։ Դու էլ եմ կողքից ոչ միտեղ չես գնում։ Ոչ ուտում ես, ոչ քնում ես։ Որովհետև դու իմ կարիքը հիմա ունես։ Հիմա դու իմ կարիքն ունես։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դու իսկան տանջվես։ Այսպես չի կարող շարունակվել։ Ես լավ եմ արդեն։ Հավատա արդեն լավ եմ, ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ։ Պետք է ուժ գտնեմ, որ քեզ օգնեմ։ Հիմա ես քեզ ավելի պետք եմ, քան դու ինձ։ Մամ, ես լավ եմ։ Դու քո մասին ավելի լավ մտածի։ Ես իմ մասին շատ եմ մտածել։ Հիմա արդեն ժամանակն է, որ ես քեզ օգնեմ։ Դու շատ հյուծված ես հիմա։ Եթե այսպես շարունակվի, քեզ էլ կկորցնեմ։ Դու հիմա իմ ապրելու միակ հույսն ես։
Ու եթե ուզում ես, որ ես լավ լինեմ, թույլ տուր, որ քեզ օգնեմ։ Մամ, պարկիր, դու իման շատ թույլ ես։ Չէ պատկերացրու։ Գիտես ինչ եմ մտածում։ Ես գնամ մի բան սարքեմ։ Մի բան կսարքեմ քո համար կուտես։ Այսօր հաց չես կերել, չէ՞։ Տեսնում ես։ Ես իմ ձեռքով քո համար մի բան կսարքեմ։ Մամ, դու վստահ ես, որ կարող ես վեր կենալ։ Չէ, ես պարկելուց ավել եմ վատանում։ Ավելի լավ է վեր կենամ։ Հավատա ինձ ավելի լավ կզգամ։ Մամ, ու չփորձվես ինձ հակառակվել, Արփի։ Գնանք, մի բան պատրաստեմ ես։ Աղոտ չեմ պատրաստել քո համար ոչինչ։ Մամա խրախորժակել չունեմ։ Ոչինչ։ Ես որ քո համար մի բան պատրաստեմ, հաստատ ախորժակդ կբացվի։ Դու նստիր, յոթ բերեմ հետա մի բան կպատրաստեմ։ Արփի։ 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 Ալբերտ։ Արփի, ինչ եղավ քեզ, Սոֆի։ Արփի։ 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 Արփի արթնացի։ Հելան, գործելու ժամն է, Հելան։ Հելան, գործելու ժամն է։ Քեզ եմ ուղարկել։ Ինչ կասեք։ Անալիզների պատասխանը շուտով կլինի, դրանից հետո արդեն ամեն ինչ բարձ կդառնա։ Ոնց է Արփի ջան։ Ճնշումը ցածր է, դրա համար ուշաթափությունները այդքան լինում են։ Մի քանի օր հաց չկերել։ Հաց չուտել, չքնել, սովից ու անքնությունից էլ կարող է ուշաթափություն լինել։ Այդպես չի կարելի, Արփի։ Բայց ամեն ինչ նորմալ է, չէ, կարող եմ տուն գնալ։ Նախ կտեսնենք անալիզների պատասխանները, հետո նոր կորոշենք, լավ, Արփի ջան։ Արփի ջան, անպայման դու քեզ հետևիր։ Օրգանիզմդ բավականին երիտասարդ է, կարող ես դիմադրել։ Իսկ քո անփույթ վերաբերմունքը քո առողջության հանդեպ վատ հետևանքներ կթողի, այնպես որ քեզ լավ հետևիր։ Լավ նայեք Արփիին։ Շնորհակալություն։
Նկարները ես որտեղից։ Չեմ իմանում։ Ո՞րը գիտես արա որտեղից ես նկարները։ Ո՞րը գիտես նկարները։ Որտեղից Աստորեն չի լինում, հա, Արամին տենա։ Կոնը երկու բառ խոսայիք հետը։ Հենա փաստաբանի հետ ամեն օր այդ մասին եմ խոսում, չի լինում ախպեր։ Տնեցիկից ինչ կա, այս երկու օր չեմ զանգել։ Ամեն օր էլ գնում եմ, նույնն է, ինչ պետք է լինի։ Ախպեր Վարդան օպարը գործ ա ճարե, նա մեծ մարդա զիվիլ է թափում, Արամը որ իմանա կգժվի։ Ես էլ եմ փորձել փողով օգնեմ, բայց չի վերցնում, նեղանում է։ Չէ, նա ասում է, քանի ես ոտի եմ կարում եմ ինձ ուտողս պահեմ։ Ոնց օգնենք, ինչ անենք։ Անօգուտ ախպեր։ Մենք մենակ մի բանով կարանք օգնենք, որ Արամին շուտ դուրս բերենք այդտեղից։ Հենա ես լրիվ այդ գործի մեջ եմ։ Հաստաբանի հետ ամեն օր հետ եմ խոսում, ինչ անենք, ոնց անենք։ Հենորն էլ Սոնային տեսա։ Պատահական։ Չէ, գնացել է տենայիմ երկու բառ ասեի։ Տավ են գլխից է չէի սիրում այդ աղջկան ես։ Եսը չէի սիրում։ Այդքան էլ ասեցի Արամին է, հեռում են այդ աղջկանից։ Ասողին լսող է պետք, իմ արդեն ուշ է։ Գանիստելը։ Բավն է։ Բաց թողեք արա։ Արա ես չեմ կարա մնամ ստեղ։ Երկու ամիս աղբորս հորս չեմ տեսել։ Տեղեկություն չունեմ։ Բաց թողեք։ Բաց թողեք արա։ Ինչի համար։ Ավելի լավ է ես մեռնեմ։ Կաստե ամեն ինչ սենց լինի։ Ոնց է Սարգի։ Լավ եմ արդեն ուզում եմ տուն գնամ, բայց խնդրում եմ էլի մամայիս մոտ այդքան մի ասեք, որ թույլ եմ։ Արփի, իրավիճակը բավականին դրջանում է։ Ինչ իրավիճակը։ Ես չգիտեմ, թե դու ոնց կընդունես, բայց իրավիճակը բավականին լուրջ է։ Դուք ինձ վախեցնում եք։ Կասեք ինչ ա եղել։ Արփի, դու հողի ես։